Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից հաղորդումը սկսված է հանրայինի ուղիղ եթերում եւ իհարկե ձեզ ասում ենք բարի լույս։ Բարի լույս, Լուսինե Մուրադյան ու Վեգա Անդրեասյանն արդեն հանրայինի ուղիղ եթերում են, առաջիկա 1.5 ժամը լինելու ենք միասին ուղիղ եթերում, ընդ որում ուղիղ եթերում ոչ միայն FM հաճախականությամբ, այլ նաև մեր Facebook-յան էջում եւ կայքում, որտեղ մեզ կարող եք նաև դիտել։ Եվ ոչ միայն կարող եք դիտել, այլև շռայլել ջերմ մեկնաբանություններ, որովհետև այսօր աղջիկներն են եթերում։ Եվ չեք մոռանում, որ յուրաքանչյուր ջերմ խոսքը կապ չունի մեզ եք ուղղում, ձեր հարազատներին, ձեր ընկերներին, ձեր մտերիմներին, ջերմացնում են մարդու հոգիները ժպիտ առաջացնում եւ արդեն առավոտից մարդիկ տրամադրվում են լավատեսորեն ու գործերն են լավ են գնում։ Միանշանակ համաձայն եմ, այո, իհարկե համոզեցիր եւ կարծում եմ, ենթադրում եմ եւ մի քիչ էլ վստահ եմ, որ մեզ հաջողվելու է սահմանել հենց քո նշած տարբերակով օրվա սկիզբը, այնպես որ ոչ միայն դուք մեզ հետ եղեք, այլև գուցե ունեք ընկերներ, հարազատներ, որոնք դեռ չգիտեն մեր մասին, չգիտեն, որ առավոտը, այո, կարելի է սկսել մեզ հետ, այնպես որ նրանց նույնպես պատմեք մեր մասին, ուղարկեք հղումները, ասեք, որ միանան մեր հաճախականությանը եւ առավոտը սկսեն բարձր տրամադրությամբ եւ էներգիայով Լուսինեի հետ եթերներ միշտ սկսվում են բարձր էներգիայով։ Շնորհակալ եմ։ Ես մշտապես 17 տարեկան եմ, հետեւաբար ենթադրում եմ դրանով էլ։ Դա միշտ երևում է եւ արտակոս եւ ներքոս։ Շնորհակալ եմ։ Դե Վեգայի մասն էլ չխոսենք իր գեղեցկությամբ, իր ճկունությամբ, մենք իրար չգովելու, բայց մի բան կարծում եմ հուշում ենք թե ինչ տեսակ մեկնաբանություններ ենք էլի, հա։ Եվ չեք մոռանում մեր ուղիղ եթերի հեռախոսահամարը 553702, դա ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, սիրելիներս, եւ կարող եք մեզ հետ այդ տարբերակով էլ կապ հաստատեք։ Մենք պատրաստ ենք, բոլոր տեղեկությունները մեր ձեռքի տակ են եւ իհարկե լավ երաժշտությունը նույնպես ունենք, իհարկե լավ տրամադրություն։ Ու այն փոխանցենք մեր փոխանցեցինք։ Ես հանդիպում եմ ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս տանից ամենօր, քո գեղեցկության մասին չկա խոսք, որ բառերն արդեն էլ չեն հերիքում, ես գիտեմ հիմա քեզ շատ դժվար է, լուր հեռվից նայել թե ուր ենք հասել, որտեղից ենք եկել ու ինչ ենք դարձել, տեսնես ինչից են կեզ կան ճարացել, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ Lele can, Masi salele, halele. Քեզ մեզնից գողացան ու տարան, որ կորցնենք մենք հավատ ու աստված, որ հերվից քեզ նայենք ու զղջան, բայց երբեք մեզ հետ դասել չեղան, գիտեմ հայ լինելը շատ դժվար է, հայ մնալն ավելի շատ դժվար է, դե լավ ես գնամ նորից քեզ նայել, քո գեղեցկության մասին երկրել, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ
ցալելե Սուրճ ու սեր առավոտից։ Այո, այսպիսի ակտիվ ռիթմերով կրկին ներխուժում ենք եթեր, եւս մեկ անգամ ասում ենք բոլորիդ բարի լույս հարգելի ռադիոլսողներ։ Բարի լույս, Մասիսի մասին էր երգում ռեինկարնացիան, մի տարբերակ, թե ինչպես ենք մենք հասկանում եղանակը լավն է թե ոչ, ասում եմ Հայաստանում մենք չենք ասում այսօր լավ եղանակ է, ասում ենք Մասիսն այսօր երևում է, եւ կարծում եմ դա գեղեցիկ է, այնպես որ Լուսինեին խնդրենք մեզ պատմի եղանակի մասին։ Օй, չգիտեմ թե ինչ ասեմ միայն որ հարգելի ռադիո։ Արի այստեղ այսօր տարբեր ենք։ Արևածագն այսօր 5:38-ին էր, Մարիամուտը լինելու է 20:25։ Ուխ, այդա շատ եմ սիրում, որ արդեն օրերը երկար են։ Ինչ վերաբերում է լուսնի փուլին, ապա աճող լուսին է, գեոմագնիսական դաշտը հանգիստ է, իսկ ուլտրամանուշակագույն ցուցանիշը 8.7։ Իդեպ հավելենք, որ 8.7-ը շատ բարձր է։ Այնպես որ ուշադիր եք լինում եւ արդեն ժամանակն է, թեպետ մասնագետները շեշտադրում են, որ անկախ եղանակից անպամած է, արևային է, բոլորդ պետք է ձեր դեմքին միշտ գցեք արևապաշտպան, սա շատ կարեւոր է։ Ասենք, որ առավոտյան այսօր 11-ից 18 աստիճան տաքություն է սպասվում, իսկ մեր հավելվածներում փորձենք հասկանալ այս պահին կոնկրետ ինչ ջերմաստիճան։ Այս պահին ջերմաստիճանը Երևանում ըստ հեռախոսային հավելվածի 15 աստիճան է, բայց հուշում է, որ օրվա ընթացքում մինչև 22 աստիճան կբարձրանա, վայ ինչ հրաշալի։ Կեսօրին 19-ից 22 է լինելու, կեսօրին անձրև չի տեղալու, ուրա, բայց երեկոյան օդի ջերմաստիճանը կնվազի եւ մինչև 15-ից 21 աստիճան է լինելու ու սպասվում են կարճատև անձրևներ, այսպես ասենք, այնպես որ հարգելի ռադիոլսողներ, սա էլ ֆիքսեք, ընդհանրապես որ կարճատև անձրևներ են մեզ սպասվում, թե մայրաքաղաքում, թե մայրաքաղաքից դուրս։ Եվ այսպես շարունակենք եւ բնականաբար եղանակով մեծապես պայմանավորված են մեր Հայաստանի Հանրապետության տարածքները, ավտոճանապարհները։ Բարեբախտաբար լուրջ ազդեցություն այս կարճատև անձրևները չեն ունեցել եւ ինչպես փրկարար ծառայությունը տեղեկացնում է, Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դե բացառությամբ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհների, որոնք ինչպես մեր ռադիոլսողները գիտեն, արդեն բավական երկար ժամանակ է փակ են։ Դեռ փակ է, չէ՞։ Դեռ փակ է, այո, շարունակում է փակ լինել։ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ներից էլ տեղեկացնում են, որ Ստեփանցմինգդալ-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուրա, եղանակը բացվել այդքան էլ է։ ուրա չի լինելու Երևանյան ավտոճանապարհները, բայց Արի տեսնենք, վախենում եմ նույնիսկ, չեմ վախենում։ Ինչ։ Չէ, վախենում եմ։ Սա ինչ էր։ Օ աստվածներ, նիշը 10 բալ է խցանման։ Ես ճիշտ ասած մտածում էի, որ դպրոցները արձակուրդներում են եւ ինստիտուտները որոշակի առումով թեթևացել են, նման խնդիր չի լինի, բայց արի ուտես, որ 10 բալ է խցանման նիշը։ Ու բոսոր կարմիրով են ներկված շատ փողոցներ, նույնիսկ սև որոշ հատվածներ, սա սովորաբար նշանակում է, որ ինչ որ ճանապարհները առհասարակ փակ են, հետաքրքիր ինչով է սա պայմանավորված։ Քասախի ճանապարհին կա ավտովթար, եւս մեկ ավտովթար էլ 3-ը այս պահին տեսնում եմ, հիմա հասկանանք։ Եվս երկուսը մյուսը Միասնիկյան պողոտայի վրա կա ավտովթար եւ դիտարկենք նաեւ այս մեկ տարբերակը Երևան պարկի հարևանությամբ կա Մոնթե Մելքոնյան հատվածում, որտեղ ավտովթարի պատճառով ենթադրում եմ, որ նաեւ խցանում է տեղի ունեցել, որովհետեւ բոսոր է ներկված, բայց այստեղ ունենք կենտրոնական, մի վարքյան, ես հասկացա ինչն է։ Մենք իհարկե անպայման ձեզ կտեղեկացնենք, բայց մենք ունենք փակ փողոցներ, հարգելի ռադիոլսողներ, տոնական օրերով պայմանավորված փակ են լինելու կենտրոնական հատվածում որոշակի փողոցներ, արդեն դրանք փակ են։ Մենք խոստանում ենք, որ անպայման դրանք կներկայացնենք ձեր ուշադրությանը, որպեսզի խուսափեք փակ փողոցներից։ Դրա համար էլ նիշը 10 է։ Թե չէ զարմացա անկեղծ ասած 10 նիշով։ Այո, ես նույնպես սև ավտոճանապարհներից Սև ավտոճանապարհները դա նշանակում է, որ հատուկ դրանք փակ են լինելու եւ դեռ փակ են։
այնպես որ խուսափում եք մենք քիչ անց Իդեպ նաև կասենք Լուսինե թե որ կարծես փողոցները ամիրյանը ամբողջությամբ փակ է, Այո, Մաշտոցի դե հրապարակի մինչև հրապարակ, հարակից այո, սա հատվածը։ երևի միջոցառումներով Այո, պայմանավորված, այո։ Մենք կմանրամասնենք քիչ անց, իսկ ինչ վերաբերում է տարադրամի փոխարժեքին, հարգելի ռադիո լսողներ, ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնենք, որովհետև արդեն եղանակները տաքանում են, մարդիկ գնում են, գալիս են այլ երկրներ եւ կարծում եմ ձեզ պետք են որոշակի երկրների տարադրամներ։ Այո, ֆինանսական գործարքները գուցե պլանավորում այնպես որ ներկայացնեմ օրվա փոխարժեքը 368 դրամի եւ 0.1 լումայի է համարժեք ամերիկյան դոլարն այսօր, եվրոն 428 դրամ է 44 լումա, ռուսական ռուբլին 5 եւ 1 է, վրացական լարին 137 դրամ է 79 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 496 դրամ է եւ 45 լումա, դիրհամն այսօր 100 դրամ է 19 լումա եւ իրանական ռիալը 0.027 Մեկ նիշով իջել է, բայց այդուհանդերձ։ իջել է։ Հիմա տեղափոխվենք օդային տարածքներ, որովհետև կարծում եմ Զվարթնոց միջազգային օդանավակայանը ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև այնտեղ ճակատագրեր են միանում, ճակատագրեր են բաժանվում, երջանկության արդյունքներ ենք տեսնում, կարոտից արդյունքներ ենք տեսնում, դիմավորում են, ճանապարհում են, մի խոսքով առաջին անգամ են իրական իրար հանդիպում հենց այս տարածքում, մի խոսքով բավականին այսպես կարող ենք համարել ռոմանտիկ վայր է։ Ունենք մեկ ուշացում ժամանումների սանդղակը դիտարկելով Սոչիի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստանը վայրեջք կկատարելու 13:05-ին, մնացյալը ժամանակին են տեղի ունենալու հարգելի ռադիո լսողներ, հիմա գնանք մեկնումներին։ Հայերային պատկեր է կարծես թե մեկնումներով։ Չէ, երեք ուշացում ունենք նույնիսկ։ Սոչին, հետևաբար ուշ է ժամանելու, ուշ էլ կթռնի 11:55-ի փոխարեն թռիչքը տեղի է ունենալու ժամը 14-ին։ Կրասնոդարն է կարծես թե ուշանում 13:55-ի փոխարեն թռիչքը տեղի է ունենալու 14:10-ին։ Եվ Սալոնիկը 14:30-ի փոխարեն ժամը 15-ին է լինելու թռիչքը, բայց հարգելի ռադիո լսողներ, կապ հաստատեք ձեր տուրիստական ընկերությունների հետ կամ ավիափոխադրողների հետ եւ ճշտեք ժամը, թե երբ պետք է լինեք օդանավակայանում։ Մենք որքան տեղյակ ենք, միևնույն է, անկախ նրանից ուշացում լինելու է թե ոչ, դուք պետք է ժամանակին հայտնվեք օդանավակայանում եւ չեքին ասվածը ժամանակին իրականացնեք։ Այո։ Ձեզ բարի ճանապարհ, բարի ժամանց, ուրախ լի տպավորություններ, հուշեր եւ իհարկե բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր գալիս են Հայաստան, վերադառնում են հայրենիք, այո, այնպես որ իսկապես բարի գալուստ, արդեն ունենք մեկնաբանություններ, Լուսինե, կարծում եմ կհասցնենք ընթերցել մինչև եւս մի երաժշտական դադարը Էդիկ Բաբուջյանը մեր ամենահավատարիմ ռադիոլսողներից մեզ հասցրել է իհարկե բարի լույս մաղթել, բարի լույս հայուհիներին, ասում են նա։ Շնորհակալություն։ Արամ Իսահակյանն ասում է բարի արևոտ առավոտ, երկու գեղեցկուհիները ավելի են գեղեցկացնում մեր առավոտը, շատ շնորհակալ ենք։ Այո։ Վահե Արտինյանը գրում է բարի լույս Ավստրալիայեն։ Ահա։ Առողջ ու ուրախ օր բոլորին, Արտակ Մխիթարյանը նույնպես բոլորին բարի լույս է մաղթում։ Մենք էլ ենք միանում մեր ռադիոլսողների մաղթանքներին, ձեզ հիշեցնում, որ դուք նույնպես կարող եք մեզ թողնել ձեր մեկնաբանությունները կամ էլ ավելի ավանդական ճանապարհով 553702 զանգահարել եւ շփվել մեզ հետ։ Լսենք հերթական երաժշտական կատարում, այնուհետև կշարունակենք։ Ամեն իմ նոր շնչով ավելի դառնում ես ջերմուտակ սիրտ այսօր խնդիրքից քո արտնացա Եվ ասում ես սերնեդա, այն իսկում ես սիրտս հիմա Աղ չգիտեմ, սերը ինչ է որտեղից Եվ ինչու է սիրտը իմ հանում հունից Զգացմունքը այս, եթե սեր են ավանել Անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել Աղ չգիտեմ, սերը ինչ է որտեղից Եվ ինչու է սիրտը իմ հանում հունից Զգացմունքը այս Եթե սեր են ավանել անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել Երկնքում վարվող աստղեր չկան Բայց իմ աչքերը տես Վաղ փայլում են աստղերի նման
սերն է դա այն իսկում է սիրտս հիմա ախ չգիտեմ սերը ինչ է որտեղից եւ ինչու է սիրտը իմ հանում հունից զգացմունքը այս եթե սերն անվանել անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել ախ չգիտեմ սերը ինչ է որտեղից եւ ինչու է սիրտը իմ հանում հունից զգացմունքը այս եթե սերն անվանել անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել Առավոտից Ախ չգիտեմ, բայց պատրաստ եմ անverջ սիրել։ Մենք գիտենք լավ էլ, որ պատրաստ ենք անverջ սիրել ձեզ սիրելի ռադիոլսողներ, ջերմություն եւ իհարկե դրական լիցքեր ենք փոխանցում ձեզ վաղ առավոտից, անկախ նրանից թե քաղաքի որ փողոցներն են փակ, որ փողոցներն են խցանման մեջ, առհասարակ ամեն ինչին եթե փորձենք ժպիտով վերաբերվել շատ ավելի լավ կլինի, որովհետեւ եթե մենք նյարդայնանանք, հարգելի ռադիոլսողներ, դրանից ոչինչ չի փոխվելու, փողոցներն էլ չեն բացվելու, ուղղակի նախապես տեղեկացված լինելը մեզ փրկում է խցանման մեջ չհայտնվել։ Այո, այնպես չէ՞ գոնե։ Եվ ի վերջո, եթե արդեն հայտնվել եք խցանման մեջ, կարող եք այո, մեզ լսել, ժամանակը մեզ հետ թեթևացնել։ Ինչպես խոստացել էինք, հիմա ձեզ պատմենք, թե որ փողոցներն են այսօր փակ, որ փողոցներն են վաղը փակ լինելու։ Եվ այսպես սկսենք այսօրվանից, փաստորեն առավոտյան ժամը 7-ից մինչև 15:00 սահմանափակ է երթևեկությունը Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա, Մհեր Մկրտչյանի փողոց, Խորենացու փողոց, Իտալիայի փողոց, նախկին մայրաքաղաքային գնդի տարածք հատվածը ժամը 10-ից, այսինքն քիչ անց, մինչև էլի 15:00 փակ կլինի Քրիստափորի փողոցից Տիգրան Մեծի պողոտա Խաչմերուկը ներողություն Փնտրեմ Ով փնտրում է նա գտնում է Աթենքի փողոցից Տիգրան Մեծի պողոտա Ագաթան Գեղոս փողոց Գրիգոր Լուսավորչի հատվածը Ու այդպես շարունակ Այո, ու այդպես ստացվում է շարունակ Ես հավելեմ, նաև հարգելի ռադիոլսողներ վեգան ձեզ ներկայացրեց այսօրվա փակ փողոցների տեղեկությունը Ես նաև առաջ ընկնելով տեղեկացնեմ, որ վաղնել են լինելու փակ փողոցներ առավոտյան ժամը 7-ից մինչ կեսօր փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները Զաքյան Ամիրյան, Աբովյան Արամի, Նալբանդյան Սախարովի հրապարակ, Մելիք Ադամյան Տիգրան Մեծ Ականթագեղոսի Խաչմերուկ, Բեյրութ Գրիգոր Լուսավորի
Դալիչ, Իտալիա, Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի Բեյրութ, Խորենացի Ագաթանկեղոս, Ագաթանկեղոսն ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան, Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։ Կարծում եմ այս տեղեկությունը ձեզ կօգնի, որպեսզի դուք խուսափեք կենտրոնական այդ հատվածից, մեքենայով երթևեկելու պարագայում եւ ուշադիր կլինեք հարգելի ռադիոլսողներ։ Ես ուզում եմ նորից վախենալով, բայց մուտք գործել կրկին մեր, այսպես ասած, քարտեզ եւ տեսնել ինչ է կատարվում։ Այո, իդեպ մինչև քարտեզը կթարմանա, Լուսինե նշեմ, որ այս բոլոր փողոցները, որոնք նշեցինք, փակ են լինելու նաև հենց տոնակատարությունների օրը ամսի 28-ին մինչև ժամը 15:00-ն, իսկ Հանրապետության հրապարակի հատվածը շատ ավելի երկար մինչև գիշերը ժամը 1-ը, այսինքն հաջորդ օրը տոնական վիճակ։ Հանրապետության հրապարակը այդ տարածքը առհասարակ կարող եք շրջանցել, նախապես նկատի ունեցեք, որ այդ օրերին պլանավորեք ձեր երթևեկությունը։ Լուսինե, ես երեք մտածում էի, թե ինչ սարսափելի խցանումներ են մեզ սպասվում ամսի 7-ին, որովհետև այդ օրը բազմաթիվ միջոցառումներ 5, 6, 7 այդ օրերին Երևանում բազմաթիվ միջոցառումներ, գինու օրերը, ընտրությունները, դասական Եվրատեսիլը, Արամ Խաչատրյան մրցույթը, այո, ամսի 6-7 այդ օրերին հավաքվել են։ Որտեղ տալիս ժամանակավորապես հրաժարվել ձեր մեքենաներից եւ չգիտեմ տալիս ընդհանրապես հրաժարվել մեքենաներից։ Օրինակ ես հաճախ երթևեկում եմ մետրոյով։ Մետրոն ինձ հնարավորություն է տալիս նախապես ճշգրտորեն հաշվարկել իմ ժամանակը եւ հասկանալ 3 րոպեից ես կլինեմ A կետից B կետում առանց որևէ խցանման։ Լուսինե, նախանձով Նորքի բարձունքից եւ Մասիվի բարձունքից նայում եմ քեզ։ Վեգա ջան, ես էլ Աչափնյակից եմ նայում քեզ, այն պարագայում, որ մենք գոնե հույս ունեինք, որ մետրո պիտի լինի, այդպես էլ այդ մետրոն դեռ չկա, բայց այդուհանդերձ եթե հնարավորություն կա, տարբերակ կա մետրոյով գնալու գոնե ինչ որ չափ, ապա այո, իսկ ինչ վերաբերում է փոքր կենտրոնին, ապա երբևէ որևէ տրանսպորտային միջոցից, լինի դա մեքենա, լինի ավտոբուս չեմ օգտվում, որովհետև ոտքով ավելի շուտ կհասնես, քան մեքենայով, խցանումներով, նյարդայնանալով, ուղղակի զբոսնելն էլ առողջարար է, եւ տաքսիների դեպքում նաեւ ֆինանսական լուրջ կորուստներով, որովհետև վերջին շրջանում այո, գները մեկ օրգանների գին են լինում եւ այս պարագայում դու ասում ես, բայց ինչու ես ավելի լավ եմ առողջությանը հետևեմ, ոտքով քայլեք, հատկապես որ եղանակները լավ են, բարենպաստ են, համաձայն ես, չէ։ Այո, իհարկե, միշտ համաձայն եմ։ Իմիջիալոց փակ փողոցները, երբ մեքենաներ չկան, երթևեկություն չկան, հիանալի տարբերակ է մեզ համար գնանք այդ փողոցի մեջտեղով, չէ՞, նկարահանումներ անել, ի վերջո ռիլեր նկարել են հատվածներում, որտեղ իհարկե կարելի է, բայց փակ է փողոցի, գիտես, վրատ մեքենա չի գա եւ քո երազանքները իրականացրու լավ իդեա էր, չէ։ Լավն էր, իդեպ, բայց լավ էր նաեւ որ նշեցիր, որ այն հատվածներում որտեղ կարելի է, որովհետեւ երեք իմ Instagram-յան ընկերներից մեկի մոտ նկատեցի, որ փաստորեն ինչ որ տեխնիկա նկարելի խնդիրներ են առաջացել, որտեղ որ տեխնիկա կա տեղադրված թույլատրելի չէ նկարել, դրա համար պետք է նախապես իմանաք այդ վայրում կարող եք նկարահանում անել, թե ոչ նոր արեք։ Հա, այստեղ անվտանգությունից ելնելով կան որոշակի կանոններ հարգելի ռադիոլսողներ, բայց նիշը չի փոխվելու, 10 բալ է մնալու, քանի կան փակ փողոցներ։ Այդ փակ փողոցները ոչ թե խցանման հետևանք են, այլ կոնկրետ փակ են միջոցառման կազմակերպման հետ կապված։ Այս կարևոր տեղեկությունն էլ ասեցինք կարծես թե եւ ինչ ես կարծում լսենք հերթական երաժշտականը հետո նոր կբացենք ինձ թվում է մենք դա կբացենք լուրերից հետո արդեն կարծում եմ շուտով արդեն ռադիոլուրի մեր գործընկերները կլինեն այստեղ նոր մեկնաբանություններ դեռ կարծես թե չունենք բայց վստահ եմ որ մեր ռադիոլսողները շուտով էլ ավելի կակտիվանան ի վերջո այսօր ինչ որ առումով տոնական օր է չէ ունենք նոր մեկնաբանություններ սիրելի Լուսինե փաստորեն ստեցի անկախ ինձնից Վահե Արտինյանը նույնպես մեզ գեղեցիկ ծափահարություններ է ուղարկել Վարդուշ Մաթևոսյանն էլ ծաղիկներ, սրտիկներ է ուղարկում Պաչիկներ Շողիկ Ուլուխանյանն էլ գրում է բարին ձեզ մեր գեղեցիկ հայուհիներ ամենաառավոտ եթերի հետ ըմպում եմ ձեր կողմից ուղարկված սուրճ ու սիրով շնորհակալություն ձեզ ինչքան է ուզում Լուսինեին տեսնել հիմա Ենթադրում եմ Facebook-ում տեսա, շատ հմայիչ հայուհի ջան։ Վայ, շնորհակալ եմ, շատ հրաշալի հնարավորություն է տալիս Facebook-ը ձեր սիրելի ձայների հետևում կանգնած մարդկանց նաև տեսնելու։ Այո, պատկեր, արդեն ձայնը նաև պատկեր է, իսկ նախկինում երբ դա չկար, մարդիկ երևակայությանն էին դիմում եւ ձայնի միջոցով փորձում էին կերպար ստանալ հարգելի ռադիոլսող հուսամ ձեր մտածածին կերպարին համահունչ է իմ արտակինը որովհետեւ եղել են դեպքեր երբ ինձ տեսել են ասել ոնց դուք թմբլիկ կապուտաչա բաց դեմքով
շիկահեր չեք։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, թե ինչպիսին են պատկերացնում ձայների հետևում։ Ժամանակին լուսնե ես այդպես սիրելի երգիչներին էի, երբ պարզապես տարբեր հարթակներով երգերն էի լսում եւ տեսալովակները չէի տեսել, հետո տեսնում եմ պարզում էր այլ արտաքին ունեն։ Հիասթափում էիր, երբ տեսնում էիր այլ հարթակ։ Չէ, երբեք չի եղել, որ հիասթափեմ, որովհետեւ պարզապես այլ տեսք են ունենում եւ հաճելիորեն զարմանում է սովորաբար, որ եթե ուր կարող է տանել քո երևակայությունը։ Լսիր, դու ասացիր, որ հետաքրքիր մի հանգամանք էլ կա, որ իրադարձային լեփլեցուն շրջան է գալիս մեզ մոտ։ Մենք գիտենք, որ հատկապես գարնան ամիսներին մեզ մոտ այնքան բարենպաստ է եղանակը, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս, չէ՞։ Այո։ Սա եւս հիանալի փաստ է, այսինքն մենք նաեւ սպասում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, ճիշտ է։ Այո, իհարկե, վստահաբար, նախ Եվրատեսիլը իր հետ կբերի բազմաթիվ զբոսաշրջիկներ, հետո Խաչատրյան մրցույթին էլ բազմաթիվ պատվերակություններ, գինու օրերին գիտեմ, որ մոտակա երկրներից շատ են գալիս։ Դու պատկերացնում ես այդքան զբոսաշրջիկներ, այդքան մարդիկ, թեկուզ պատվիրակության ներկայացուցիչներ, բոլորը այդ կարևոր պրոտոկոլային միջոցառումներից հետո գնում են Սարյան եւ գինովցած դուրս են գալիս։ Հավերժ հիշելու են Երևանը, Հայաստանը։ Լուսինե կարևորը չխառնեն իրենց քաղաքացիությունը եւ չգնան չընտրեն մեր փոխարեն։ Մնացած ամեն ինչ կարծում չեն կարող ընտրել։ Իրականում հաշվի առնելով այն, որ ցավոք երեկել էինք այդ մասին խոսում, ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը նախորդ տարիներին բավական քիչ է եղել, այո, ցածր է եղել, ինչը ամոթ մեզ, այո։ Գնալու ես, չէ՞։ Անպայման։ Բայց մինչ այդ իհարկե զբոսաշրջիկներին ջերմ ողջույններ, հարգելի ռադիո լսողներ, հետո կշարունակենք։ And I'll pay. This time let's do it my way. Moscow or Yerevan, London and Rome are fun. Let's choose the place number one. Roma canta di notte, pasta e pizza cotte, nuova lingua dotte. Paris est la ville de l'amour, écoute juste Aznavour. Oh là là, oui et bonjour. Oh là là. Just this one life, just this one life, oh we got. Let's get close and found in one night. You are the queen of this flight. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Let's post on Instagram, you look new place and you glam, right from the Notre Dame. Oh non, merci. Ночи Москвы как ток, ты мой каприз и мой шок, мой джаз, мой поп, мой рок. Երևանում երկուսով, հենց արավոտ բարլուսով, կշենք մենք երուտ մասով. Let's wrap it all into real, don't hide the joy that you feel, our love is such a good deal. All we got is just this one life, just this one life, all we got. Let's get close and found in one night. You are the queen of this flight. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Այ այսպես նույնիսկ նրանք տեսահոլովակի միջի մեր հերոսներն են փնտրում FM 107.7 հաճախականությունը, որպեսզի լսեն մեզ, արգելի ռադիո լսողներ, եւ եւս մեկ անգամ ասելով բարի լույս, առաջարկում ենք իհարկե Այո, ժամանակն է կարևոր լրատվությանը ծանոթանալու, վերջին ժամվա նորությունները ձեզ ներկայացնում է մեր գործընկերը։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Այսօր մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Հաջորդ թիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան պետական այցը Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է, շեշտելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն ներգրավվածությունը մեջբերում։ Միևնույն ժամանակ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է խոր մտահոգություն հայտնել Բաքվի Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժման կապակցությամբ եւ կոչ է անում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել, նշված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ։ Համագումարը շեշտելով, որ նախագահ Թրամփը խոստացել էր պաշտպանել հալածվող քրիստոնյաներին եւ Սպիտակ տանը խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման հանդիպման ընթացքում պարտավորվել էր նախագահ Ալիևի հետ անմիջականորեն բարձրացնել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը, կոչ է արել ԱՄՆ-ին այս հանձնառությունները վերածել կոնկրետ եւ չափելի գործողությունների։ Հայտարարության մեջ նշված է, որ մինչ ԱՄՆ-ն եւ Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը առաջ մղելու թրիփը, ինչպես նաեւ մի շարք փոխըմբռնման հուշագրեր առանցքային ոլորտներում, Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման եւ Արցախի հայերի շարունակվող հումանիտար կարիքների հասցեագրման կարեւորությունը։ Մեջբերում սա ներառում է նաև իրենց բնիկ հայրենիք վերադառնալու իրավունքի աջակցությունը, անվտանգության, ժողովրդավարական իրավունքների եւ հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանության իմաստալից երաշխիքներով, նշված է հայտարարության մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Քանաքեր Զեյթունի նախկին թաղապետը 113 միլիոն արժեքով գույքն օտարել է 9 միլիոն դրամով, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով։ ՌՍ-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեր Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, Հայաստանի կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Քանաքեր Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված Զաքարիա Սարգսակի փողոցի 50 հասցեում գտնվող ավելի քան 113 միլիոն դրամ շուկայական արժեքով 16-րդ պոլիկլինիկայի 2370 քառակուսի մետր մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առողջարքի պայմանագրի հիման վրա օտարել է շուրջ 9 միլիոն դրամով։ Արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին եւ օրինական շահերին, վերջիներիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10% տնօրինելու հնարավորությունից։ ՌՍ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ ՌՍ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովից տեղեկացրել են, որ կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողի շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը։ Ըստ Ուրիխանյանի, իրենք ընտրապայքարից դուրս են գալիս, ապացուցելով, որ իրական արտահամակարգային ընդդիմություն են։ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին եւ 4-ին ուղիղ եթերում։ Այս մասին հայտնել է հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Մեջբերում բոլոր մասնակից քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները եւ նրանց մի մասը մասնակցել են նախապատրաստական հանդիպմանը։ Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։ Սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը, հայտնել է Մովսիսյանը։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Ռուսաստանը կոչ արել օտարերկրյա քաղաքացիներին եւ դիվանագետներին լքել Կիևը, զգուշացնելով, որ նախատեսում է ավելի շատ հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում որոշումների կայացման կենտրոններին։ Հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին։ Մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին հնարավորինս շուտ լքել քաղաքը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Մոսկվան պնդում է, թե սա պատասխանն է Ուկրաինայի կողմից անցած ուրբաթ իրականացված անօթաչուների հարձակմանը, որի թիրախում է եղել ուսանողական հանրակացարաններից մեկը։ Ուկրաինան պնդել է, թե հարվածել է անօթաչու թռչող սարքերի էլիտար հրամանատարական ստորաբաժանմանը։ Ամերիկյան NBC News-ը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հուսահատորեն փնտրում է Վոլֆրամ իր հրթիռային զինանոցը վերականգնելու համար։ Ըստ հեռուստա ալիքի, Իրանի դեմ պատերազմի հետևանքով սպառվել են ժամանակակից զենքի եւ զինամթերքի պաշարները։ Վոլֆրամն օգտագործվում է կործանիչների, բունկերային ռումբերի, զրահահարարկերի եւ հրթիռային համակարգերի, այդ թվում տոմահաուկների եւ պատրիոտների արտադրության մեջ։ 2015-ից ԱՄՆ-ում գործող առևտրային հանքեր չկան։ ԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը Վոլֆրամի չինական մատակարարումներից։ Միևնույն ժամանակ Չինաստանը շարունակում է մնալ Վոլֆրամի վերամշակման առաջատարն աշխարհում։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում էր Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Ծիացան, հոգուս գույները իրար միացան, երբ որ քայլերս դեպի քեզ դարձան, երբ որ աչքերդ նայեցին անցան ու անցան ու անցան, տարիներ անցան ու ապրումները իմ վերադարձան, կարոտն ու ստվերը իրական դարձան, հոգին ու սերը քեզ հետ արթնացան, սիրտն իմ դատարկ էր, այն միայնակ էր, քո շունչն ու ձայնը ինձ բերեցին նորի մաս, արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, միթե դու սերն ես,
Այո, թող մեր հոգու գույները միշտ միանան իրար, հարգելի ռադիո լսողներ, եւ այդ գույներում գերիշխի վառը գունավորը, որպիսի տխուր գույները քիչ լինեն, իսկ այդ գունապնակը ստեղծում ենք մենք, չէ՞։ Համաձայն եմ, եւ առհասարակ երբ միավորվելուց ես խոսում եւ իրար միավորվելուց հենց այդ ժամանակ է, որ կերտվում են հաղթանակները, միայն երբ մենք միասնական ենք եւ միասին ենք, եւ պատահական չեմ այս արտահայտությունն անում, մեր ռադիո լսողները իհարկե գիտեն, որ այսօր տոնական հաղթանակածոր է։ Այո, մայիսի 26-ին մենք նշում ենք Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցել 1918-ի մայիսի 21-ից 28-ը հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև մարտը տեղի ունեցել հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում Սարդարապատ կայարանի մոտ։ 17 թվականին, երբ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված արևմտյան Հայաստանի շրջանները, օգտվելով առիթից Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն արևմտյան Հայաստանը, այլև գրավել արևելյան Հայաստանն ու առհասարակ ամբողջան Ու այդպես կարող ենք ասել, որ թեժ պայքար տեղի ունեցավ եւ Սարդարապատի հաղթանակը իրականում հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար։ Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական նվաճումից, հայկական պետականության վերականգնման հիմքեր ստեղծվեցին եւ ահա 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այո, այսօր կարելի ասել մեկնարկն է այս հաղթանակած օրերի, հենց հաղթանակի պատվին մայիսի 26-ը հիշատակելի օր է, իսկ ճակատամարտի 30-ամյակին 1968 թվականին մայիսին բացվեց Սարդարապետի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է, եւ արդեն վաղը չեմ սորը մայիսի 28-ին էլ էլիտոնական օր կնշենք առաջին հանրապետության օրը։ Եվ մենք իհարկե զգում ենք այս ամենը նախատոնական վիճակ, տոնական վիճակ, փակ են փողոցներ կենտրոնական հատվածում, հիշեք, որ հենց գեղեցիկ միջոցառումների համար է, որ փակվել են, չենք նյարդայնանում, սա այն օրն է, որ մենք չենք դժգոհում, որ խցանումների թիվը նիշը 10 է, որովհետև չենք կարող ասել, որ այս վարորդը լավ չվարեց, դրա հետևանքով էր, սա տեղի ունեցավ, այն տեղի ունեցավ, չէ, փակ են զուտ փողոցները, նախապատրաստական աշխատանքների եւ իհարկե հիանալի այսպես միջոցառման համար մեզ ուղղակի պետք է մի քիչ համբերություն, հարգելի ռադիո լսողներ, եւ մնացեք մեզ հետ։ Բարերի խորքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը նենց են բարում, որ շարժում են սահարկարես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինտբայի անցյալի թելը, այդ բարի մեջ կա քո գենը, ուսուսի հարուցի նման դեն, շարժումները պինտբայի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինտբայի անցյալի թելը, այս բարի մեջ կա քո գենը, վստակից մեջ եմ ուշուվան, մեր պապերը միացիր, ամեն ինչ մոռացիր, գորասել պիտ բարերը, որին ես ուժեղում միշտ խելոք, ինչպես բարի պապերը, պինտբայի անցյալի թելը, այս բարի մեջ կա քո գենը։ Samuel Hagop, yeah! Բարերի խոքից եկած մեզ բարեն բարում, մեր պապերը մեծ են բարում, որ շարժում են սահարկարես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինտբայի անցյալի թելը, այդ բարի մեջ կա քո գենը, ուսուսի հարուցի նման դեն, շարժումները պինտբայի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը, մեզ տակից մեջ եմ ուշուվան, մեր պապերը միացիր, ամեն ինչ մոռացիր, գորասել պիտ բարերը։
Քոչարի որ ստիպում է հոգուտ մեջն ես Քոչարի դու բարի որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի քո պարը պապերի ամպերից վեր պահի Քոչարի բոլորին պարելու կոչարի Քոչարի բոլորին պարելու կոչարի Կրկին ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ եւ կրկին ասում ենք բարի լույս։ Բարի լույս, քոչարի պարելու տրամադրությամբ եւ կոչերը Պարել Քոչարի, այո։ Իրականում շատ կարևոր մի բան կա, եթե ուշադրություն եք դարձրել, յուրաքանչյուր երկրի ազգային պարերը բնութագրում են այդ երկրի ազգային մտածողությունը, խառնվածքը եւ եթե դիտարկենք հայկական պարերը, ժողովրդական, ապա մենք միայն կտեսնենք համախմբվածություն, ձեռք-ձեռքի բռնած, ուսի տված եւ սա խոսը հենց մեր գեղեցիկ միշտ արիքը լինելու պարագայում համախմբված լինելու, ինչու ոչ նաեւ հզորության մասին։ Եկեք փաստենք, որ մենք իսկապես հզորը ազգ ենք, բարդ է լինել հայ, բայց պարտություն է լինել հայ, եւ այսպես, ինչ է, կարդաս մեկնաբան։ Մեկնաբանություններ կարդամ, երեք էլի դե պարից էինք հենց խոսում եւ խոսում ենք այն մասին, թե որքան իրականում գեղեցիկ եւ ուսումնասիրելու դեռ շատ տեղ ունեցող են հայկական պարերը, ցավոք հետաքրքրությունը երիտասարդների շրջանում երեք մեր հյուրն ասում էր, որ հայկական պարերի նկատմամբ այնքան մեծ չէ, ինչպես նախկինում, որովհետեւ այդուհանդերձ Գագիկ Կինոսյանի կատարած աշխատանքը տալիս է իր պտուղները եւ լեփլեցուն հրապարակները, երբ պիտի պարենք հայկական ժողովրդական ու տեսնում ես, որ բոլոր երիտասարդները փայլուն գիտեն այդ պարերը եւ կարողանում են սինխրոն պարել, դա խոսում է նրա մասին, որ մենք լավ ձեռքեր ունենք եւ այդուհանդերձ կարող ենք ասել, որ պարոն Կինոսյանը հայկական պարերի աշխարհի հետ կապված փայլուն եւ հզորագույն գործ է արել։ Հրաշալի է։ Դե լավ, մեկնաբանություններն էլ ուրեմն կարդամ, Եստեր Մխիթարյանն է մեզ միացել, մեր հավատարիմ ռադիո լսողը, բարի լույս սիրելի հաղորդավարուհիներս, այսօր երկուսդ էլ ֆանտաստիկ տեսք ունեք։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք, բարի լույս սիրուն հայուհիներ, գրում է Գագ Ավակյանը։ Դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ թողնել եւ զանգահարել եւ արդեն իսկ ունենք հեռախոսազանգ։ Վայ, կապն ընդհատվեց։ Այ քեզ բան։ Մենք սպասենք նորից։ Մենք կսպասենք, որ նորից զանգահարեք, ցավոք կապը ընդհատվեց, եւս մեկ անգամ 553702 այս հեռախոսահամարը, այո, հավաքեք, շնորհավորեք միմյանց։ Այսօր առիթ ունենք, այո, միմյանց շնորհավորելու եւ շարունակենք։ Թե այլ ինչեր են տեղի ունեցել պատմության էջերում, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, բայց կարծես թե այո։ Կրկին զանգ ունենալ, ողջունենք, ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Տիկին Ալիսա, ողջույն։ Ողջույն, ինչպե՞ս եք։ Երբ լսում ենք ձեր ձայնը, արդեն էլ ավելի լավ, որ միացել եք։ Եթե դուք լավ եք, մենք լավ ենք։ Ուրախանում որ ձեզ լսում եմ։ Ինչ լավ է, որ ժպտում եք, Տիկին Ալիսա, միշտ խնդրում եմ ժպտացեք, ձեզ դա շատ սազում է։ Դե ամեն ինչ անում ենք։ Եթե ձեզ հետ կապն պաշտպանում, ուրեմն ես ժպտում եմ, Լուսինե ջան։ Վերջ, ուրեմն մշտապես խնդրում եմ ժպտացեք, մենք միշտ ձեր կողքին ենք։ Այո, այսօրվա եթերի տիրուհիները 3 հայուհիներն են, 2 լուսիններ եւ 1 վեգա։ Այո։ Քույրերը ներխուժել են եթեր այսօր։ Գրավել ենք։ Պահիր 2 լուսիններ։ Դուրս կանք եթերից, կկանգնեմ 2 լուսիների մեջտեղում եւ երազան կպահեմ։ Ինչպես եք Տիկին Ալիսա։ Ինչպես եք սկսել օրը։ Լուսինե ջան, ես ամսի 22-ին լսեցի ռադիոյի 1 դարվա հաղորդումը։ Այո։ Շատ լավ զգացի ինձ։ Պատկերացնում եմ, ես ռադիոյում Բաքվում եղել եմ, պատկերացնում եմ, ես էլ եմ այդտեղ գտնվում, մեծ բավականություն ստացա։ Շնորհակալ ենք։ Այո, իսկապես շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված։ Այո։
Շնորհակալություն Տիկին Ալիսա։ Համար ձեզ լավ օր եք աղթում։ Շնորհակալ ենք, որ միացել եք մեզ։ Հիշեցինք մեր կարող ենք ասել, որ հենց ամսի 22-ին հանրային ռադիոյի Բաքում մեկնարկը տրվեց մեծ միջոցառումների նվիրված հայկական ռադիոյի 100-ամյակին, դա մեզ համար մեծ պատիվ է դրա փոքրիկ մասնի կլինել ու վայելել ամբողջությամբ, իսկապես շքեղ միջոցառում է, շնորհակալություն կազմակերպիչներին։ Այո։ Այսօր բանը Այն ավանդական արտահայտությունը, այո, եւ ուրախ ենք, որ մեր ռադիո լսողները նույնպես հնարավորություն են ունեցել աուդիո տարբերակով դրա մի մասը դառնալու։ Հենց ձեր շնորհիվ է, որ հայկական ռադիոն արդեն 100 տարեկան է եւ իսկապես պատիվ է այդ 100 տարիների մի փոքրիկ մասը լինելու եւ միշտ ասում եմ, որ 100 տարեկան է, խորիմաստ է 100 տարվա պես, հա, այդ փորձը ձեռք բերել փորձառություն, բայց միշտ երիտասարդ ու գեղեցիկ է մեզպես ու դինամիկ, հա, փորձում ենք ամեն ինչ անել, որ ժամանակի ռիթմը, շունչը պահենք եւ դա շատ կարեւոր է։ Եվ այսպես, գնանք առաջ, փորձենք հասկանալ, թե օրը ինչով է հիշարժան դարձել, ինչ հետաքրքիր տոներ ու իրադարձություններ կան։ Երևի թե սկսենք միջազգայինից ու քո սիրած տոնի։ Ահա, բարձվում է այսօր իմ ամենասիրելի սարսափ կերպարներից մեկի օրն է։ Սարսափ չի։ Դրակուլայի համաշխարհային օրն է նշվում այսօր։ Ես իմը տպավորս է, որ Դրակուլան ընդհանրապես սարկաստիկ հումորով երևույթ է։ Կարծում եմ Լուսինե Դրակուլային քո վերաբերմունքը ցույց է տալիս, թե առհասարակ դու կյանքին ինչպես ես վերաբերվում, ներողություն, եւ նույնիսկ ամենա վախենալու թվացող երևույթներին քեզ մոտ հաջողվում է փաստորեն վերաբերվել սարկազմով։ Բայց իրենք շատ հետաքրքիր մարդ չեմ ուզում Դրակուլաներ են։ Հաշվի առնելով նրանց բազմադարյա փորձը, նրանք հետաքրքիր կերպարներ են, նրանց կարելի է անverջ լսել։ Իդեպ Լուսինե, ես շատ երազում եմ, իմ երազանքներից մեկն է Տրանսիլվանիայում լինելը եւ Դրակուլայի դղյակը տեսնելը։ Ասում են, որ հուսամ, այո, ասում են, որ իսկապես հաջողվել է այդ սարսափ պատմությունները ամբողջովին փոխանցել։ Ով չգիտի, Դրակուլան համարվում է հնարած, կամ ասում են հնարած կերպարների, վամպիրների, այո, նախահայրը, կերպար համաշխարհային գրականության եւ ֆիքշնի առհասարակ մեջ, գեղարվեստական գրականության, ֆիլմերի, նրա այս պատմության հիման վրա բազմաթիվ հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվել։ Ես շատ սիրում եմ այն մեկը, որտեղ նաեւ աղջիկները կան, այն 3 Աննան, ինչպես է կհիշեմ իմ ազգանունը եւ ճիշտ ասած, ես եթե նայում եմ գրականությանը, հա, որովհետեւ այլ տարբերակներով մենք Դրակուլային ցանոթ չենք տարբեր։ Հիշեցի Վան Հելսինգ ֆիլմն եմ սիրում, նրա շուրջ է պատտվում, որը, այո, շատ սիրում եմ հենց այդ ֆիլմը։ Բայց իրականում ես մի բան եմ հասկացել։ Դրակուլան, քանի որ կարողանում էր գերել բոլոր աղջիկներին, մատը ում վրա դներ այդ աղջիկը տեղում սիրահարվում էր, ես հասկացել եմ մի բան, որ Դրակուլան բնույթով նարցիս էր եւ մի հոկեբաներ մի տերմին չէ, աբյուզեր։ Ահա, Դրակուլան այդ կերպարներից էր, բայց սա գրականության տեսանկյունից եւ եթե դիտարկում ենք գրականության տեսանկյունից, նրանք միշտ շատ հետաքրքիր, էքսցենտրիկ, յուրատեսակ կերպարներ են, համաձայն ես, չէ։ Այո, իհարկե, համաձայն եմ եւ իրականում շատ հաճախ բացասական կերպարներին հենց այնպիսի հատկություններ են տրվում, որ նրանք գրավիչ եւ գոնե մի փոքր հետաքրքիր լինեն։ Եվ այսպես միջազգային տոներից է նաեւ Լինդի Հոփ բարի համաշխարհային օրն է։ Լինդի Հոփը չգիտեմ որ բարի։ Ես էլ չգիտեմ անկեղծ ասած։ Գնանք Միացյալ Նահանգներ եւ փորձենք հասկանալ թե ինչ հետաքրքիր տոներ ունեն։ Այսօր այդքան էլ առատ չի Միացյալ Նահանգներում տոների թիվը, բայց ինձ թվում է հաճախ է թղթե օդանավեր պատրաստել, այսօր թղթե օդանավների ազգային օրն է Միացյալ Նահանգներում, ինձ թվում է մենք եթերից հետո անպայման կպատրաստենք ու միջանցքներով Ես պատրաստել ցավոք, չգիտեմ ինձ մոտ չի ստացվում, այո։ Ես պատրաստեմ քեզ համար։ Բայց գործընկերներից պատրաստած թղթե օդանավերով հաճախ եմ մրցում, թե ումը ավելի երկար կթռնի։ Ու անպայման փչում ես մի հատ, նոր թռցնում ես, չէ։ Այո, այլ նահանգներում էլ ինչ ազգային տոներ առանց որևէ թխվածքա բլիթի կամ թխվածքի նվիրված տոնի, այսօր միանգամից 2 հապալասով եւ բալով աղանդերների ազգային օրն է։ Տեղափոխվենք Ավստրալիա, այնտեղ զղջման ազգային օրն է։ Շատ լավ տոն է եւ եթե յուրաքանչյուրս միշտ ուշադրություն դարձնենք ու զղջենք մեր չար վատ արարքների համար, լավ կլինի, որ հետո դրանք չկրկնվեն։
Լուսնե մի հետաքրքիր տոնել Ռուսաստանում տեսա, բնականաբար սա պաշտոնական տոն չէ կարծում եմ եւ վստահաբար իր այսպես ասած նախապատմությունն ունի, ոտաբոբիկ քայլելու օրն են նշում։ Մեր հյուսիսային բարեկամները հետաքրքիր։ Բայց որտեղ էլի ոտաբոբիկ քայլես, դա էլ պիտի ընտրել տարածքը ճիշտ ընտրեք, խնդրում եմ։ Փողակցվում են, Ես կնախընտրեի դա լիներ ծովափնյա հատվածում, որպեսզի ոտքերը զգային ավազի հատիկները մանր։ Դեսիր չէ, ավազ եմ ուզում։ Դու պարզապես ծով ես ընտրության հարց է։ Այ դու կուրայեցիր։ Եվ գնանք ասենք, որ Գայանայում եւ Վրաստանում նշում են անկախության օրը։ Դանիայում Ֆրեդերիկի ծննդյան օրն են նշում։ Շնորհավոր Ֆրեդերիկ ջան։ Շնորհավոր բոլոր Ֆրեդերիկներին աշխարհում եւ հատկապես Դանիայում եւ Լեհաստանը շատ կարեւոր տոն ունի այսօր, որ կարծում եմ անկախ նրանից թե որ երկիրն է նշում, իսկ պետք է շնորհավորել մայրերի օրն է այսօր այդտեղ։ Կրկին վերադառնանք Ռուսաստան, այնտեղ հեծյալի օրն են նշում։ Կարծում եմ դեռ ցարական Ռուսաստանից մնացած ինչ որ տոն իրադարձություն, որը հասել է մեր օրեր։ Դեռ մինչև հիմա միակ բանն է, որը ամբողջությամբ չեմ հաղթահարել եւ ձի չեմ հեծնել ու չեմ ձիավարել, թեպետ մշտապես ունեցել եմ այդ հնարավորությունը։ Վախենում ես բարձրությունից թե կենթանուց։ Ոչ վախենում եմ կենթանուց, ոչ վախենում եմ բարձրությունից։ Մոտենում եմ, որ պիտի հեծնեմ ձին ինձնից 2 անգամ մեծ է ու այդտեղ ստոպ այդ վիճակն է գալիս եւ այդպես շարունակ գնանք առաջ եւ Տաջիկստանում էլ նշում են փաստաբանի օրը։ Շնորհավորություն, ինչ ասացի, շնորհակալություն բոլոր փաստաբաններին եւ նաեւ շնորհավորում ենք մասնագիտական տոնի արդի։ Բայց լավն էր, մի անգամից շնորհավորություն։ Համ շնորհավորեցինք, համ շնորհակալություն հայտնեցինք։ Եթե պատահաբար այս բառը կիրառելու եք, խնդրում եմ հեղինակային իրավունքը պահել, այնպես որ շնորհավորությունը շատ կարևոր է այս պարագայում։ Շնորհավորություն։ Կարծում եմ սա կարելի է կիրառել այն դեպքերում, երբ որ ինչ-որ ընդհանուր տոն է, օրինակ մարտի 8-ին մեկին շնորհավորում եմ մյուսին, ասում եմ շնորհավորում եմ քո տոնը, մյուսն էլ ասում է շնորհավորություն։ Շնորհավորություն։ Շատ լավն է։ Փոխադարձաբար շնորհակալություն է հայտնում։ Տեսար բառի ստուգաբանությունն էլ գտանք փոխադարձաբար շնորհակալություն հայտնել։ Դե ինչ ակտիվ ռիթմերն արդեն մեր եթերում են, մնացեք մեզ հետ, քիչ անց նաև կասենք թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը։ Alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena. Oh,
always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Սուրճ ու սեր առավոտից։ Այսպես կարծում եմ ակտիվ ռիթմերի ներքո բոլորդ ապարեցիք Մակարենան, անհնար է այդ ապարը չպարել երաժշտության ներքո ու շատ քիչ մարդ կգտնվի, որ ապարը չիմանա, իրականում շատ արագ ներխուժեց այդ ապարը մեր իրականություն տարիներ առաջ եւ այդպես էլ շարունակեց ու մնաց, այո, եւ անկախ քեզնից նույնիսկ երբ մտածում ես թե չես հիշում, մկանները քանի որ հիշողություն ունեն, միանգամից ռիթմերի ներքո սկսում ես ապարել, չէ՞։ Այդպես է, չէ՞։ Այո։ Տեսնենք թե ով է ծնվել պատմության այսօրը, կարծես թե ծննդյան տարեդարձներով բայց այստեղ նաև ունենք իրադարձություններ բացի ծննդյան տարեդարձներից։ Հիմա կփորձենք առանձնացնել մի քանիսը եւ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Օրինակ Եվրոպայի դրոշն է ընդունվել այսօր 1986 թվականին Եվրոպական տնտեսական համագործակցությունը հենց այսօրն է ընդունել Եվրոպայի դրոշը։ Մի տեսակ բոլոր այսպես նայում եմ իրադարձությունները, բոլորը կապ ունեն պատերազմի, զենքերի ու չգիտեմ ինչերի հետ։ Մի հատ մարզական ունենք, ներողություն 1928 թվականի այսօրն է փաստորեն FIFA-ն որոշում ընդունել, որ 4 տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է անցկացվելու։ Իմիջայլոց քո սիրելի այս տեղեկությունը կթողնեմ, որ դու հայտնես։ Մինչ այդ ես ուզում եմ նաև հավելեմ, որ 1966 թվականի հենց այսօրը Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից, գիտեք, որ ժամանակին Մեծ Բրիտանիայի գաղութներ կային եւ այլն եւ այդպես շարունակ։ 1897-ի հենց այսօրն է փաստորեն լույս տեսել իռլանդացի գրող Բրեմ Ստոքերի Դրակուլա վեպը եւ փաստորեն հենց այդ արդիվ է այսօրը Դրակուլայի օրը։ Գնանք առաջ, տեղափոխվենք 1896 թվական, հենց այսօրն է Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակել Միացյալ Նահանգներում գործարարության մակարդակն արտահայտող Dow Jones-ի գործակիցը։ Իհարկե, սա մեզ ոչինչ չի ասում, որովհետև մենք ուր թվերն ուր, տնտեսությունն ուր, հաշվարկն ուր, պատկերացնում ես մենք հաշվապահ աշխատենք, ինչ թվում կլիներ այդ ընկերության վիճակը։ Քանի դեռ գիտական տերմիններից ենք խոսում, մի կարևոր գիտական հայտնագործություն նույնպես տեղի է ունեցել, որի նշանակությունը գուցե մենք սովորական մարդիկ այնքան էլ չհասկանանք, բայց գիտության համար սա շատ կարևոր հայտնագործություն էր 1762-ի այսօրը ռուս գիտնական Լոմոնոսովը Վեներայի վրա մթնոլորտ հայտնաբերեց։ Նաև ուզում եմ տեղափոխվենք 1521 թվական, հենց այսօրը սկսվեց Մարտին Լյութեր Քինգի եւ նրա ուսմունքի պաշտոնական հետապնդումը, հարգելի ռադիոլսողներ, եւ գնանք առաջ, շարունակենք, փորձենք հասկանալ, արդեն վերադառնանք եւ ներկայացնենք թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը, հարգելի ռադիոլսողներ։ Սկսենք։ Իտալացի ֆուտբոլիստ Լուկա Տոնին ծնվել է իմ տարիքին է 1977 թվականի հենց այսօրը եւ հետագայում արի հետ գնանք ժամանակներ, երևի թե 1994 թվականներ, որովհետև հենց այդ ժամանակ ի հայտ եկավ այս երգչուհին, մեծ բում արեց, ոչ միայն Ռուսաստանում, այլև հասավ Հայաստան, բոլորս լսում էինք, բոլորս երգում ենք ու այդտեղից սկսեց նրա աստղային բեմելը, ինչու եմ հիշում, որովհետև մեր ավարտական, այսպես ասած, երեկոյի ընթացքում հնչում էին միայն իր երգերը ու ես այդպես հեշտությամբ գնացի այդ թվականը, որովհետև հենց այդ տարի էր, որ նրանք
ամուսնյակներով հայտնվեցին, բայց դե կինը գերեց իր համայնքով։ Հավանում ես։ Իհարկե, շատ Անժելիկա Վարումն է ծնվել 1962 թվականի այսօրը։ Լուսինե, իդեպ մի շատ հետաքրքիր դավադրության տեսության եմ հանդիպել վերջին տարիներին։ Ռուս հայտնի լրագրող Դուդի հարցազրույցներից մեկում ի հայտ եկավ։ Ուրեմն մի երաժիշտ, որը հյուրն էր Դուդի, ձայնային համակարգի միջոցով, այդ մոնտաժային ծրագրի միջոցով իջացրեց ամբողջովին Անժելիկա Վարումի ձայնի տոնայնությունը եւ գուշակիրում ձայնը հնչեց Ագուտինի։ Այո։ Ես հիշում եմ այդ ամբողջովին հնչեց Ագուտինի ձայնը եւ դրա հետ պայմանավորված կա մի այսպիսի տեսություն, որը իհարկե քիչ հավանական է այն մասին, որ իրականում Վարումը չի երգում եւ իբրև թե դա հենց Ագուտինի նախագիծն է։ Մի տեսակ չեմ հավատում։ Ամբողջ հարցն այն է, որ այն ժամանակներում արդյոք այդ հնարավորությունը կար, սա պիտի հասկանալ։ Չգիտեմ։ Ամեն դեպքում երգչուհի, որը բազմաթիվ ինչպես դու նշեցիր ժպիտները պարգևել, նրան շատ սիրում են։ Հեքիաթը չկորցնենք, էլի, հեքիաթը թող մնա, այդ միֆը, որ նա երգում, բայց ինձ թվում է ինքն է երգում։ Չէ, ես էլ եմ իրականում կարծում, պարզապես զարմանալի էր, որ երբ բարձրացնում ես Ագուտինի ձայնը, հաճախականությունը, իսկապես դառնում է Վարումի ավելի բարակ ձայնը։ Կփորձենք միասին։ Դե հա։ Գնանք առաջ, որովհետև իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկը, այո, պաշտում եմ նրան, Հելենա Բոնեմ Քարթերը 1966 թվականի այսօրն է ծնվել, պաշտում եմ նրան հատկապես Թիմ Բյուրտոնի ֆիլմերում, նա նրա մուսաներից մեկն է համարվում։ Լավ հասկացա, վերջ, գրեթե չկա ֆիլմ Թիմ Բյուրտոնի ֆիլմերից, որ նա գոնե փոքրիկ դեր չունենա։ Թիմի կինը չի։ Եղել է, երկաժամանակ միասին եղել են, այո, բայց վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, Թիմ Բյուրտոնը հարաբերություններ սկսել Մոնիկա Բելուչիի հետ։ Այո։ Ինչ խառն են նրանք այնտեղ։ Մի օր սրա հետ է ամուսնանում, մի օր նրա հետ է ամուսնանում։ Մենք էլ չենք հասցնում հետևել այդ փոփոխություններին։ Լավ, տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, որովհետև 1951 թվականի հենց այսօրն է ծնվել Միացյալ Նահանգների առաջին կին աստղագնացը Սալի Ռայդը։ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է փաստորեն նաև այսօր 1927 թվականի այսօրն է ծնվել ռեժիսոր դերասան Ֆրունզե Դովլաթյանը։ Ըմբիշ անվանի մարզական գործիչ Ռուբեն Վարդանյանն է ծնվել 1929 թվականի այսօրը։ Կարծեմ իդեպ նրա մասին հետաքրքիր տեղեկատվություն կա, նա բավական լուրջ հետք է թողել։ Այո, ես ուզում եմ դրանք հակիրճ ներկայացնել, որքանով կստացվի հակիրճ չեմ կարող ասել, որովհետև մեծ գործունեություն է ծավալել, հայրենական ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաշատ գործիչ է, հայրենական ըմբշամարտի ռահվիրա, առաջին հայ միջազգային կարգի մրցավար, նա 20 տարի շարունակ եղել է աշխարհի 10 լավագույն մրցավարների շարքում եւ որպես ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ֆիլայի անդամ ու բարձրագույն կարգի մրցավար մասնակցել ու բարձր է պահել Հայաստանի պատիվը Եվրոպայի աշխարհի առաջնություններում, այստեղ Մյունխենի, Մոնտրեալի եւ Մոսկվայի օլիմպիական խաղերում։ Իդեպ նաեւ հավելենք, որ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի տասնակի չեմպիոն, համաշխարհային երիտասարդական խաղերի փոխչեմպիոն, վաստակավոր մարզիչ, ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամ։ Նա 30 տարի շարունակ ղեկավարել է աշխատանք մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհուրդը եւ երկնային կյանքից հեռանալուց հետո իր կողմից հիմնադրված ըմբշամարտի մարզադպրոցը 1997 թվականին անվանակոչվել է հենց նրա անունով, Ռուբեն Վարդանյանի անունով։ Հրաշալի։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք նման հետք են թողել հայկական սպորտի պատմության մեջ։ Ոչ միայն սպորտի, այլ առհասարակ կարևորել են իրենց աշխատանքը եւ դրանով մեծ հեղափոխություն արել, հետք թողել, որ մինչեւ այսօր մենք կարող ենք հպարտությամբ ներկայացնել։ Լուսինե, մի շատ հետաքրքիր եւ հակասական կերպարի ծննդյան օր է նաեւ այսօր, շատ քննարկված, շատ նրա մասին ֆիլմ նկարահանվեց նույնիսկ Ջեք Գևորքյանի մասին է խոսքը 1928-ին այսօրն է ծնվել, նրան նույնիսկ դոկտոր Մահ էին ասում, ամերիկահայ բժիշկը, որը իրականացնում էր էվթանազիա ոչ օրինական պայմաններում։ Մի խոսքով մարդիկ, որոնք իրենք են որոշում կայացնում այս պարագայում,
բայց առավոտը չխոսենք այդ մասին, գնանք առաջ, նաև տեղեկացնենք, որ 1926 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի ջազ երաժիշտ Miles Davis-ը, այո, Ջոն Ուեյնը ամերիկացի դերասան եւ ռեժիսոր, վեսթերների արքան համարվող ծնվել է 1907 թվականի այսօրը։ 1842 թվականի այսօրն է ծնվել գրող եւ բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։ Եվ գրականության ոլորտում շատ կարևոր մի անձնավորություն նույնպես ծնվել է այսօրը, աստվածային կատակերգության հեղինակ, հեղափոխական կարելի ասել եւ լեգենդար իտալացի պոետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ Դանթե Ալիգիերին ծնվել է 1265 թվականի այսօրը։ Իդեպ այսքան վաղուց ծնված դեմքերի դեպքում ես միշտ կասկածում եմ ծննդյան օրվա ճշգրտության վրա։ Մի տեսակ ասում եմ շատ էին ֆիքսելու։ Արդյոք հենց այսօրն է։ Էական չի, կարևորը օրեն ֆիքսել։ Մենք ֆիքսենք թե այդ օրն է, բայց դու ինչ որ շատ խորացար ես պարագայում։ Ինչևէ, տեսնում եք, որ այնքան շատ էր օրացույցը, որ մենք մի քանի մասի բաժանեցինք, որպեսզի կարողանանք կարևորներն ու հետաքրքիրները ներկայացնել ձեր ուշադրությանը։ Եվ ես առանձնացրել եմ Անժելիկա Վարումի կատարումներից, բայց արի միասին ընտրենք, թե որ երգը լսենք, Ասենի ջազը, Կարալևը, Всё в твоих руках, ինչ ես կարծում։ Քանի որ անկեղծ ասած ծանոթ հնչեց միայն всё в твоих руках, արի հենց դա էլ։ Դե ինչ ես կարծում եմ, որ շատ-շատերը մեզ պես կընկնեն հաճելի հուշերի գիրկը, հարգելի ռադիոլսողներ, եկեք միասին վայելենք այս գեղեցիկ կատարումը, որը իսկապես մեզ կտանի գուցե պատանեկություն, մանկություն, սիրելի աշխարհներ։ Послушай, все в твоих руках, все в твоих руках, все в твоих руках. Ты знаешь, все в твоих руках, все в твоих руках, и даже я. Вечер за окном плывет, я закрыла двери, ты со мной. Между нами лед, но еще не верю, что ты мой. Губы и глаза ближе, и стучат сердца. Слышишь? Сделай первый шаг, будь же посмелей сейчас. Послушай, все в твоих руках. Все в твоих руках, все в твоих руках. Ты знаешь, все в твоих руках, все в твоих руках, и даже я. Все в твоих руках, все в твоих руках, все в твоих руках. Ты знаешь, все в твоих руках, все в твоих руках, и даже я.
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, վստահ եմ շատերն ընկան հաճելի հուշերի գիրկը եւ հիշեցին ինչու ոչ գեղեցիկ սիրո պատմություններ, որովհետեւ երկի ընթացքում էլ ես ու վեգան քննարկում ենք, թե որքան գեղեցիկ զույգ են նրանք։ Այո, համահունչ, այո, խենթ եւ օրիգինալ, այո։ Որպես կանոն պիտի դիտարկես, թե ինչպիսի զույգ են, այլ ոչ թե ով է գեղեցիկ, ով ոչ։ Այս պարագայում զույգերում փոխենք մեր մտածողությունը հարգելի ռադիոլսողներ եւ իսկապես դիտարկենք զույգ որպես երկուսն իրար հետ ինչպիսին են։ Այս պարագայում կարծում եմ Անժելիկա Վարումն ու Ագուտինը հիանալի տարբերակ են զույգ լինելու։ Այո։ Եվ ինչքան էլ դժվարություն լինի, ինչքան էլ անհաղթահարելի թվացող իրավիճակներ լինեն, նստեք իրար հետ, իրար դիմաց, անկեղծ զրուցեք եւ իհարկե մեկ բաժակ սուրճ, եթե դա կօգնի, վերցրեք ու խմեք։ Ախ, այս սուրճն էլ չլիներ ինչ էինք անելու, առույգություն է տալիս։ Վայելում ես, չէ՞, վայելք է, հա։ Միշտ վայելք է, սուրճը։ Իսկ վստահ ես, որ եթե այլ հետաքրքիր վայելքներ ասեմ, միևնույն է սուրճը կընտրես։ Արի փոքրիկ խաղաղանք։ Արի խաղանք հասկանանք։ Արի սկսենք ամենապրիմիտիվից։ Գնաց։ Սուրճ թե թեյ։ Իհարկե սուրճ։ Սուրճ թե զբոսանք ծովափին։ Այ, Բա։ զբոսանք ծովափին։ Զբոսանք ծովափին թե ասենք լեռներ։ Զբոսանք ծովափին։ Զբոսանք ծովափին թե տնային, հանգիստ։ Դեմքից նայ վեգա։ Զբոսանք ծովափին հասկաց։ Օդա հարցեր։ Հա, զբոսանք ծովափին թե մի հատ հրաշալի խելահեղ ընտիր երեկույթ։ Իհարկե զբոսանք ծովափին։ Իսկ եթե երեկույթն էլ է ծովափին։ Գժական ծովափին ինչ ուզում է թող լինի, բայց ծովափին լինի։ Հետո։ Այսինքն լավ, ծովափին թե ամենասիրելի երաժշտությունը։ Ծովափին լավ երաժշտությամբ։ Ծովափ հաղթում է։ Չէ, ինչպես հասկացա, նույնիսկ անիմաստ է շարունակելը, երբ Լուսինեի մոտ խոսում ենք ծովափի մասին, կարծես թե պետք է վերջում պահեի ծովափը։ Ես մի բան եմ հասկացել, եւ ծովափը պահեի վերջում։ Ես մի բան եմ հասկացել, որքան էլ խորն են արմատներս հայրենիքի հետ ամուր է կապը եւ ես ինձ չեմ պատկերացնում որևէ այլ երկրում, հա, գործունեություն ծավալել, բայց այդուհանդերձ ծովափը միշտ կանչում է։ Արի մեր ռադիոլսողներին էլ հարցնենք, սուրճ թե սեր, Կամ սուրճը սիրով թե չէ։ Սուրճ թե թեյ եւ ինչու։ 55:37:02 հարգելի ռադիոլսողներ, ուղիղ եթերի մեր իրական շատ քիչ ժամանակ ունենք, հրաժամի վերջին րոպեներն են, բայց միևնույն է մեր ամենաօպերատիվ ռադիոլսողները վստահ եմ ժամանակ կգտնեն եւ կզանգահարեն։ Կամ էլ գրեք։ Իդեպ ունենք նոր մեկնաբանություններ, որոնք դեռ չեմ հասցրել կարդալ, այսօր կարծես եմ շատ ակտիվ են մեր ռադիոլսողները մեկնաբանություններում։ Այդ երկու աղջիկ են եթերում։ Ինչպես չգովենք ով գովի։ Ունենք մի մեկնաբանություն, որը եթե անկեղծ այնքան էլ չեմ հասկանում, բայց միևնույն է կկարդամ, մեր ռադիոլսողներից Լևեն Մինասյանը գրում է. «Բարև լուսոնիկներ ջան, ենթադրում եմ մենք լուսոնիկներն ենք։ Խնդրում եմ մերոնց Լուսինեին փոխանցեք, որ վարար ջուրը ոլոր է, ոչ թե վարակույրը ոլոր է, ընդ որում ոլոր գրված է վտարով, հետևաբար գուցե սա ինչ-որ շուտ ասելուկ է»։ Բան չհասկացա, բայց Լևենը իդեպ եւս մեկ մեկնաբանություն է գրել, ասում է լուսոնիկ ջան, ես հատուկ քեզ համար կվարժեցնեմ ցածրահասակ մյուս տարի կհրավիրեմ, կսպասենք, ինչու ոչ, շատ լավ։ Չէ, դե լավ, ուղղակի արաբական եւ գերմանական ցեղատեսակի ձիերը շատ բարձր են։ Երկու տարբերակ գիտեմ, մեկը ավանակ է, մյուսը պոնի։ Շնորհակալություն, շատ լավ համեմատություններ էին եւ հիշել, որ վերջին շրջանում մի ավանակ իրեն նույնիսկ զեբրի տեղ էր դրել Երևանյան փողոցներում։ Այդ խեղճը չէր դրել։ Դե հա, նույնիսկ մենք էինք խաբվել եւ կարծել թե իսկական զեբրի հետ գործ ունենք։ Ես իմիջայլոց քանի չես շարունակել, ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր շատ սիրելի գործընկերոջը Էդգար Ամիրխանյանին ծննդյան տարեդարձի առիթով։ Այսօր մեր Էդգարի ծնունդն է փաստորեն։ Այսօր եւ նա հիմա ճանապարհներին է օթանավակայաններում ու հուսամ լսում է մեզ։ Ջերմագին շնորհավորանքներս միշտ ինես այդքան ակտիվ եւ մեզ հետ միասին։ Իդեպ Էդգարը նաեւ հայկական ռադիոյի 100-ամյակի միջոցառումների PR պատասխանատուն է եւ այն միջոցառումների մեծ մասը, որոնք տեղի են ունենալու, շատ լուրջ զբաղեցնում է նաև Էդգարին եւ նա նույնպես ամենակարևոր մարդկանց է, որ իրականացնում է, այնպես որ առանձնահատուկ շնորհակալություն եւ համբերություն մաղթենք նրան նաև։ Ես Էդգարին ասում եմ մարդ օրկեստր։ Ահա։ Լավ, շարունակեցեք։ Եվս մի մեկնաբանություն ունենք, Սեդա Ղուշյանը, մեր ռադիոլսողներից գրում է։ Մեր մշտական եւ շատ սիրելի։ Շատ սիրելի Լուսինե եւ Վեգա Լուսարատ օրեմ մաղթում ձեզ եւ մեզ բոլորից հատկապես այս օրերին մայիս ամիս ոչ միայն գարունը խորհրդանշող գեղեցկագույն
ամիս է, այլ հայ ազգի համար խորին խորհուրդ ունեցող ամիս, հաղթանակների ամիս։ Մեր բոլոր մայիսյան հաղթանակների հետ միասին հենց այսօր 451 թվականի մայիսի 26-ին է տեղի ունեցել արժանապատիվ ավարայրը։ Մեծ վստահությամբ եմ ասում մայիս, հայ ժողովուրդը կրկին կվերադարձնի քո վեհաշուկ, փառահեղ հաղթանակների շուքը։ Էդիկ Բաբուջյանը մեր շնորհակալություն հարգելիս է դա մեր հարցին է պատասխանում սուրճ թե թեյ Էդիկ Բաբուջյանն ասում է թեյը ծովափին խնդրեմ Դե բայց կոնե ծմրանը չէ կամ էլ սառը թեյ Չէ, մի ասա, իմիջիալոց իզուր չի, որ անապատային հատվածներում տաք թե են խմում, որովհետև այդպես բերում են հավասարեցնում են օրգանիզմի ջերմաստիճանը, մի քիչ մոտեցնում են դրսի ջերմաստիճանի հետ եւ այդքան էլ չեն շոքում։ Էպես որ շատ լավ տարբերակ է թեյը ծովափին, վատ չի։ Դու ասա, սուրճ թե թեյ։ Սուրճ։ Ես թեյ շատ հազվադեպ եմ խմում եւ սովորաբար դա տեղի ունենում այն օրերին, երբ վատ առողջ եմ եւ ինձ ստիպում են եւ դա սովորաբար հենց դասական թեյ չի լինում է ինչ որ հատապտղով, ինչ որ մուրաբայով, նման մի թեյ, որը առողջարար հատկություններ ունի, պիտի խոստովանեմ, որ իսկապես շատ շուտ օգնում է։ Գուցե դա նաեւ նրանից է, որ այնքան հազվադեպ եմ խմում, որ օրգանիզմը սովորել չէ։ Միանգամից ուշքի է գալիս։ Թեյի սեզոնը ինչ որ չափ բացվում է, բայց այդուհանդերձ հաղթող է սուրճը։ Մեր տարբերակում այլ տարբերակ չէր կարող լինել, որովհետև ի վերջո մեր հաղորդման անունը սուրճ ու սեր առավոտից, այսինքն մենք խոսում ենք մի իմպելիքի մասին, որը առույգացնում է, թեպետ ասեմ, որ թեյի մեջ կոֆեինի առկայությունն ավելի մեծ է, քան սուրճի մեջ։ Իդեպ սննդաբանները հաճախ են այս մասին նշում, հաշվի առնելով, որ մեր ծնողները դեռ մանկուց հայաստանյան իրականության մեջ կա, չէ, մանկուց երեխաներին թեյ շատ ենք տալիս, հաշվի չառնելով, որ այնտեղ նույնպես կոֆեինի պաշար կա, այս առումով նույնպես պետք է դե բնականաբար դժվար կլինի մեր հասարակությանը ասել առհասարակ թեյ մի տվեք երեխաներին, որովհետև դարերով մենք դա խմել ենք, հայկական սարի թեյերը հավաքած, որոնց մեջ այսպես ասած կոֆեինի պարունակություն չկա եւ կարող ես խմեցնել երեխաներին առողջ Լուսինե, եթե խոսում ենք այդ բուսական թեյերից, այնպես ասացի, կարծես թե ոչ բուսական էլ էր լինում, ամեն դեպքում հասկացար ինչ նկատի ունի։ Եթե խոսում ենք թեյերի այդ հայկական տարբերակներից, այո, ուզում եի ասել, որ նանան կամ նույն ինքը անանուխը իմ ամենասիրելի բույրերից մեկն է, բայց այն նանայով թեյ շատ եմ սիրում, հատկապես ամռանը։ Բայց դա դասական թեյ չի, տարբերակով այո պատրաստում եմ եւ նաեւ ասեմ որ վերջին շրջանում երիտասարդների շրջանում այդքան տարածված եւ սիրելի մաչան ես առհասարակ չսիրեցի սա մի կանաչ նորամբելիք է Լուսինե եթե ճիշտ եմ հասկացել սա նույնպես պատրաստվում է թեյի տերևներից բայց հում այսինքն այդ վերամշակում չանցած թեյի տերևներից այն վառ կանաչ գույն ունի, երիտասարդները շատ են խմում, հատկապես ամռանը կամ մաչա լատե, մաչայով բազմաթիվ ըմպելիքներ կան։ Ես որքան էլ փորձեցի ինձ համոզել, որ այն ինձ դուր կգա, որովհետև ասում են նաև շատ առողջարար է, միևնույն է, այն չսիրեցի, խոտի համոն էր։ Այստեղ մարքեթինգը լավ աշխատել է։ Այո։ Հիշեցի մի անեկդոտ, մուկը ծովախոզուկին է հանդիպում, թե խամյակին։ Հանդիպում են իրար, մուկն ասում է, ես չեմ հասկանում, ինչով է պայմանավորված, որ երբ քեզ տեսնում են, ուծի, վերջնում սիրում է, ասում է, հենց ինձ են տեսնում, ուզում են ինձ սատկացնեն։ Այն պարագայում, որ երկուսս էլ մուկ ենք, ասում է ոչ մի անձնական բան չկա, զուտ մարքեթինգի հետևանք է, խնդրեմ, սա այդ ամեն ինչ չի, որ գեղեցիկ փաթեթավորված է ու պարտադիր ձեզ պիտի դուր գա, փաստացի սա է, չէ։ Այստեղ Ալբերտ Իսխանյանն է ողջունում գեղեցիկ հաղորդավարուհիներին, շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ հարգելի ռադիոլսողներ, որ մեզ հետ եք, հետևում եք մեր ծրագրին։ Հուսանք մեզ մոտ ստացվեց ակտիվացնել ձեզ, լավ տրամադրություն փոխանցել, ասա մի բան էլ դու ասա Վեգա ջան։ Այո, ես նախ հուշեմ, որ Երևանում արդեն 10:55, այս պահին ջերմաստիճանը մայրաքաղաքում 17 աստիճան է, արևոտ ջերմաստիճան է եւ մնում է նաեւ մաղթել, որ անկախ այսօր խցանումների նիշից, անկախ ավտոճանապարհների իրավիճակից կկարողանաք պահել այն բարձր տրամադրությունը, որը ինչպես Լուսինեն նշեց, հուսով ենք կարողացել ենք փոխանցել ձեզ։ Եվ նաեւ կմնաք հանրային ռադիոյի հետ։ Դու զգացել ես մենք այսօր ինչքան շատ խոսեցինք։ Ուրախ եմ։ Ես էլ կարոտել էինք մի տեսակ միասին եթերում լինելու, այո, այդպես է։ Հաճախ սա խոսում է նրա մասին, որ մեզ մոտ մեր աշխատավայրում շատ առողջ գեղեցիկ հարաբերություններ են, իսկ դա ամենակարևորն է։ Ամեն ինչ արեք, որպեսզի ձեր շրջապատող մարդիկ լինեն ձեզ հետ անկեղծ եւ լինի իսկապես առողջ ջերմ հարաբերություն, դա կբերի իսկապես լավ տրամադրություն, չգիտեմ ինչ ասեմ, լավատեսություն, նաև ինչու ոչ կլինեք շատ էներգիայով, որովհետև երբ մի
բարդերը տեղի են տալիս, էներգիան գնում է։ Համաձայն եմ։ Եվ ինչ ենք Դե անում, ինչ, լավ որ ենք մաղթում ձեզ, հիշեցնում ենք, որ ձեզ համար եթերում աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե շատ սիրելի գեղեցկուհի Վեգա Անդրեասյանը։ Կհանդիպենք վաղը։ Բարի լույս։ Մնացեք հանրայինի հետ։ Here in this place, you belong.